Եթերում լուրերի թողարկումն է, բարև ձեզ։ Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները հրապարակված են եւ արդեն պարզ է, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր, իհարկե վճարովի ուսուցման համակարգում։ Որոշ մասնագիտությունների դեպքում այդ տեղերը գրեթե այնքան են, որքան ի սկզբանե հատկացված է եղել։ Օրինակ Երևանի պետական համալսարանում ֆիզիկայի հատկացված 50 տեղից 47 թափուր է մնացել։ Քիմիայից 26 տեղից թափուր են մնացել 24-ը, եկեղեցաբանությունից թափուր են մնացել բոլոր 25 տեղերը։ Իսկ օրինակ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ եւ իրավագիտություն մասնագիտությունների համար հատկացված բոլոր 140-ական տեղերը զբաղեցված են։ Թափուր տեղեր են մնացել նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Հուլիսի 20-ից 25-ը կանցկացվի թափուր տեղերի մրցույթ եւ արդեն հուլիսի 25-ին Բուհերում կհրապարակվեն նոր մրցույթի արդյունքները։ Facebook-յան օգտատերերից մեկը օրեր առաջ ահազանգել էր, որ Սանահինի վանական համալիրի տարածքում երկու տապանաքար է տեղահանվել, որի տեղում նոր գերեզման է կառուցվել։ Այդ մասին Սանահինի վանահայրը ուշ է իմացել, սակայն տեղեկացրել է Գուգարաց թեմին։ Հարցի հետքերով գնացել է նաեւ մեր լրագրողը։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, երկու շիրմաքարեր, որոնք ուղարկավորված են եղել այս տարածքում, այս մասում, իրենց աճուրները կա հողի մեջ, բայց այնքան անիրավ են գտնվել, որ արհամարելով այս մարդկանց այս բանը, իրենց շիրիմները հրել են, իջեցրել են ներքև, դուրս են հանել իրենց բուն, աճուրների վրա եւ իրենց նոր ուղարկավորություն կատարելով իրենց Ընտրացման տանյական գերեզմանն են կառուցել։ Իրանք սրբապղծություն են կատարել։ Որ տապանակարերը տեղահանված են Սանահինի վանահայրը հուղարկավորությունից 12 օր անց է նկատել միայն։ Տարածքում թեև շրջել է, բայց այդ օրերի ընթացքում գերեզմանոցին չի մոտեցել։ Տեղյակ է եղել, որ վանական համալիրի տարածքում եւս մեկ գերեզման են կառուցում, բայց որ պատմական նշանակության տապանակարերի տեղում անգամ չի էլ պատկերացրել։ Անուղակի մեղավորը ես եմ, որ ուղակի չեմ նկատել։ Թաղմանս թե կանգնած է, եկան գնացին, թաղեցին, չեն հարցրել, թե կարելի է թաղել, թե չէ, հողը փոսփորել, թե չէ։ Ինքնահողին էլ կանգնած է, եկան գնացին, չպատկերացրեցի, որ անմիջապես այդ հարևանությամբ է, մտել են մեր տարածք։ Եվ զարմանալին այն է, որ ստեպ ժամանակում 10 օր չտևած, ասենք 7 օրվա մեջ, արագի մեջ կառուցել են գերեզմանը, երևի հասկանալը, որ արգելված տեղ է, հետո են երևի գլխի ընկել, որպեսզի չկան հանեն, արագի մեջ կառուցեք, վերջացրեք։ Հուլիսի 2-ին Սանահինի վանահայրը կատարվածի մասին ահազանգել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպու arczepiskopos Չուլջանին։ Երկուշաբթի եկան տարածքային տղաները Կարեն Էլյովան, դադարեցնել տվին, նկարեցին։ 10 օր այդպես մնաց գերեզմանի վիճակը, եկան էլի եկան տղաները, Վանաձորից եկան, նկարեցին եւ այլն։ Այդ մարդիկ էլ տեսան, որ ոչ մի բան սպառնալիք չկա իրենց գերեզմանի, ոչ մի օրենսդրական դաշտ չեն պատասխանության ենթարկում, դրեցին, վերջացրեցին գերեզմանը ու ցավալին են, երբ որ ասում ենք հանի գերեզմանը, երբ որ ես ասում եմ արդեն թաղել ենք, ոնց կարելի է։ Բա ոնց կարելի է այն ուրիշ նախկին այդ կարևոր գերեզմանը, երկու գերեզմաների տապանակարերը հրել միան, իրենց գերեզմանի տարածքում գտնվող երկու աճուրների վրա դնել նոր թաղում կատարել։ Այսպիսի խելացնորություն։ Համաշխարհային մշակութային ժառանգության մաս համարվող Սանահինի վանական համալիրի տարածքում վերջին 100-ամյակում կառուցված ոչ առաջին գերեզմանն է, ոչ էլ երևի վերջինը։ Սանահանեցիները վանական համալիրին հարող տարածքում են հողին հանձնում հանգուցյալներին, սակայն գերեզմանների թիվը մեծացել է, ու մարդիկ արդեն հենց վանական համալիրի տարածքում են գերեզմաններ կառուցում։ Հսկողություն ոչ ոք չի իրականացնում, անգամ վանական համալիրի տարածքը հսկող պահակը չի նկատել, որ գերեզմանը տապանակարերի տեղում են կառուցում, այն էլ Զաքարյանների դամբարանի հենց հարևանությամբ։ Չեք նկատել, որ տապանակարերը տեղահանել են ու տեղը գերեզման են կառուցում։ Ստեղ։ Հա։ Դամբարանի, Զաքարյանների դամբարանի հարևանությամբ։ Չէ։ Չեք նկատել։ Չէ, գերեզմանոց է, ես շատ ինչ կարամ ես իմանամ այդտեղ։ Այդ նոր գերեզմանը, որ կառուցելուց են եղել, դա տեսել եք բը։ Այդ բոլորս էլ նոր բան ահա։ Բայց կողքի տապանակարերը։ Չէ, տապանակարերն հենց նրանք ձեր չեն տվել։ Այդ 100%-ով գիտեմ, ձեր չեն տվել, թե ուրիշ ժամանակ կարել են չեմ կարող ասել։ Բայց նա այդպես տեղում էր։
Վանաձորի պատմամշակութային վարչության կարծեմ պատասխանատուն վարչության պետն է Վարդան, ազգանունը չեմ հիշում, նա էլ եկավ տեսավ, զարմացավ, ապշեց, հետը նկարիչ կար, նա էլ տարբեր տեղերից նկարեց, որ սա ուղղակի անթույլատրել է։ Ոչ թե 99%-ին, այլ 1099%-ով անթույլատրել է։ Ուղղակի ներխուժած է եւ անջրպետ ասած Զաքարյանների հետ մատուռի եւ վանքապատկան այդ տարածքի, որ ասենք մենք գնում ենք դեպի արևելյան կողմը վանքապատկան տարածքի։ Բոլորը նայել են, ապշել ու հեռացել։ Գերեզմանն այնուամենայնիվ կառուցվել է։ Հետագայում ինչ կլինի, վանահայրը դժվարանում է պատասխանել։ Գերեզման կառուցողն էլ վստահեցնում է, ինքը տապանաքարերին ձեռք չի տվել, սակայն եթե նախապես իմանար, որ չի կարելի, ինչպես ինքն է նշում, տապանաքարերի հարևանությամբ գերեզման չէր կառուցի։ Իմ հոր գերեզմանն է, ես եմ կառուցել։ Ամսի 21-ին հողավորել ենք, 24-ից սկսել եմ կառուցելը։ Այդ տապանաքարերը դուք տեղեկ եք եղել, որ պատմական նշանակության են այդ կողքին։ Այն կողքին այլ է, ես տապանաքարին չեմ կպել։ Վերևի մասում եմ կառուցել, 2 տեղանոց գերեզման եմ կառուցել։ Ինձ զգուշացնող չի եղել, որտեղ չի կարելի կամ էս կամ այն իր եղբայրները իր կողքն են հողավորված, իր հերմերը։ Ես դրա համար տեղ ասենք կառուցել եմ, ինձ զգուշացնող որևէ մեկը չի եղել, որ այստեղ չի կարելի կամ էս կամ այն։ Այս էլ տապանաքարերն են, որ այդտեղ հիմա կան։ Այո, խնդրեմ։ Շուրջը, ասենք, մաքուր է, ուրիշ կառույցներ չկան, դա այդ կարգի մանր տապանաքարեր։ Այս երկու տապանաքարերը կան, իսկ այն մեծ տապանաքարը, որ հիմա չի երևում, իրանք հրել են ներքև։ Պարզերը մա որ հրացածում է ձեր տված չէ, ինչպես ձեր տված չէ։ Գագիկ Վերանյանը հոր գերեզմանը քանդել չի պատրաստվում։ Գերեզմանն արդեն կառուցված է, շուտով նաև հոր տապանաքարը կտեղադրվի։ Վանահայրն էլ որևէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել այս ուղղությամբ։ Տապանաքարերի տեղահանման համար ինքն արդեն խիստ նկատողություն է ստացել։ Չեմ կարող ոչինչ ասեմ։ Իմ ձեռը ոչինչ չկա։ Եթե դինեմ օրենսդրական դաշտ, չգիտեմ կհաջողվի, չի հաջողվի, որքանով բան կանեն, ասենք, կպաշտպանեն իրավունքները վանքի տարածքի կամ հոգևոր հողի վանահոր։ Իսկ պատրաստվում եք դիմել։ Չէ, նման քայլի չեմ գնացել, չեմ էլ պատկերացնում այդ գործընթացը կամ արդյունքները։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր։ Երկար ժամանակ Ալավերդու թատրոնում սերնդափոխություն չէր լինում, երիտասարդ կերպարներին մարմնավորում էին տարիքով ավելի մեծ դերասանները։ Այդ հարցը վերջին տարիներին արդեն լուծվում է դերասանական ստուդիայի սաների շնորհիվ։ Այս խարցետով իրավորում է անամոտ կատու, բամոտ չէ։ Դերասանական ստուդիայի սաները հերթական փորձն են անում ներկայացումից առաջ։ Ալավերդիում դերասանական ստուդիան գործում է արդեն 5 տարի։ Ղեկավարը քաղաքային թատրոնի դերասան Արթուր Սիմոնյանն է։ Ստուդիան ստեղծելու ժամանակ Արթուր Սիմոնյանը 2 նպատակ է հետապնդել՝ բեմը սիրող ալավերդցի երեխաներին պատրաստել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննություններին, ու որ ամենակարևորն է, Ալավերդու քաղաքային թատրոնի կազմը համալրել երիտասարդ կադրերով։ 2013 թվականի փետրվարի 8-ին ընդունելության քննություն հասկացրինք եւ ընդունեցինք 15 դիմորդ, իհարկե բոլորին ընդունեցինք։ Ես գիտեի, որ ասենք նաեւ այդ 15-ից մի քանիսը ընթացքում իրանք կզգան, որ դա իրանց տեղը չէ։ Այդպես էլ եղավ եւ այդ 15-ից 2 հոգին հետագայում թղթերը տվեց ինստիտուտ ընդունվեց։ Հիմա լավ կլինի, որ այս նոր ստուդիականներից էլ, ասենք, վաղ միսօր էլի մի քանի հոգի տեղավորվեն թատրոնում, թատրոնը նոր կադրերով կհամալրվի։ Իր առջև դրված նպատակները դերասանական ստուդիան կատարել է։ Այսօր արդեն քաղաքային թատրոնի կազմում խաղում է 3 սան։ Սաներից մեկը սովորում է Երևանում, մյուսն էլ պատրաստվում է հետագայում ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ես կարայի բեմ չլինեմ, բայց համենայն դեպս շատ բառեր կար, որ ես ճիշտ արտաբերումը չգիտեի։ Սիմոնյան Արթուրը միշտ ուղղում էր ճիշտ արտաբերումը, մաքուր հայերեն խոսելը։ Աշխատում ենք մաքուր խոսենք, շատ բաներ կա, քայլվածքը ինչ որտեղ ահագին փոխվել է իմ քայլվածքը դերասանական ստուդիա գալուց հետո։ Վարվելացև, դաստիարակվում ես, չգիտեմ, շատ մեծ դեր խաղաց ինձ համար դերասանական ստուդիայում լինելը։ Դեռ 6 տարեկանից
առաջ անգամ, որ բեմ դուրս եկա, դրանից հետո սիրահարվեցի բեմին, ուսուցիչս լեզվի գրականության ասաց, որ ստուդիա կա, Լավերդու դերասանական ստուդիան ու որ հաճախ եմ, ես էլ ցանկացա, որ հաճախ եմ դերասանական ստուդիան, արդեն որ եկանք Արթուրն էլ ասաց, որ կարամ ընդունվեմ, ցանկանում եմ ընդունվեմ Վանաձոր թատրոնի կինոպետական համալսարանը, ռեժիսուրայի բաժինը։ Դերասանական ստուդիան ակտիվ մասնակցում է քաղաքի մշակութային կյանքին։ Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրենը կարևորում է դերասանական ստուդիայի դերը երիտասարդ կադրերին որպես դերասաններ կազմավորելու գործում։ Յուրաքանչյուր թատերախումբ լինի, արվեստի ՈՎՑ մասնաճյուղ լինի, նա տարեստարի երիտասարդանալու մեծ խնդիր է ունենում։ Զենդափոխությունը միշտ էլ անհրաժեշտ է։ Հատկապես այսօր մեր թատրոնին, որտեղ եւ կադրերն են քիչ եւ երիտասարդ կադրերի կարիք շատ ունենք։ Արդեն քանի տարի է գործում է թատերական ստուդիան եւ գիտենք, որ արդեն մի քանի կադր ունենք, որոնք մտել են թատերական դերասանների հիմնական ցանկի մեջ եւ իրենց ուրույն տեղն ունեն դերասանական կազմում։ Դերասանական ստուդիայի ամենակարևոր խնդիրը փորձի փոխանակման բացակայությունն է, նշում է ստուդիայի ղեկավարը։ Գործելով մարզում ստուդիայի սաները հնարավորություն չունեն շփվելու հայտնի ռեժիսորների ու դերասանների հետ։ Չարենցի անվան թանգարանում, ասենք, այնպիսի արխիվ կա, այնպիսի հարուստ արխիվ կա, որ սա բոլորիս հարստացնում է։ Սնուցում է, էլի սա բեմ բարձրացող մարդու համար, որ հետագայում պիտի դառնա բեմի մարդ, պիտի դառնա դերասան կամ դերասանուհի, նրա համար շատ կարևոր է, այսօր գուցե եւ ինքը չզգա, բայց շատ կարևոր է, որ նա ինքը տեսնի այն հագուստը, որ հագել է Վահրամ Փափազյանը Օթելլոյի ժամանակ այն խալաթը այդ արաբական, կամ տեսնի այն Քյամանչյան, որ Սայաթ-Նովան անվակել, որ այդ թանգարանում էր կամ։ Լավ դերասանի համար կարևոր է նաև բարձ ու հնչեղ խոսքն ու բեմի վրա իրեն պահել կարողանալու ունակությունը, նաև պարային շարժումների տիրապետելն ու ճիշտ լսողություն ունենալը։ Նշված մասնագետների պակաս կա, թեև ներկայացումներից առաջ քաղաքի պարային խմբերի ղեկավարներն աջակցում են այս հարցում, սակայն մշտական խորհրդատու չունեն, պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է։ Տվյալներն ենք ստուգում դիմորդների, ինչ տվյալներ ունեն, դե պետք է թատրոնում բեմի համար հաճելի է, որ նաև վոկալ տվյալ է ունենում, նաև ռիթմիկա լինում, երաժշտության, լսողության, վերարտադրում, պարի տվյալներ է ունենում, բայց առաջնահերթ իհարկե ձայնն է բեմի համար եւ վարպետությունը դերասանի։ Քննությանը ինչպես ինստիտուտում դերասանի վարպետության քննություն, բանաստեղծություն, առակ, արձակ, էտյուդ, երգ-պար։ Այս պահին դերասանական ստուդիայի կազմում 8 զան կա, նոր ուսումնական տարվա ընդունելությունը տեղի կունենա հոկտեմբերին։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր։ Բնակչահագործման տեղամասի աշխատակիցների համար կոյուղու վթարների վերացումը գրեթե ամենօրյա գործ է դարձել։ Բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով կոյուղատար խողովակում հայտնվում են ամեն տեսակի իրեր, թե հագուստ, թե կենցաղային իրեր։ Չունենալով բավարար տեխնիկական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ, այդ աշխատանքների կատարումը դժվարություններ է ստեղծում բնակչահագործման տեղամասի աշխատակիցների համար։ Համար 1 բնակչահագործման տեղամասի կոյուղագործները, տանիքագործներն ու միակ հավաքարարը տեղամասի պետ Մարիետա Մանուկյանի հետ միասին միաժամանակ մի քանի աշխատանք են ձեռնարկել Սայաթ-Նովա 1 շենքում։ Շենքի մաշված կոյուղատարը կոյուղագործներին անկորձ չի թողնում, խցանումներ այստեղ հաճախ են լինում։ Բնակչության առաջի հարգերն է այդ կոյուղաջուրը լցվում, այդ չենք սպասում, արդեն չենք նայում պարտքին։ Աշխատում ենք, որ ինչքան կարող ենք շուտ վերացնենք այդ կոյուղու վթարը, որպեսզի չլցվի առաջի հարգերը, արդեն էլ աչքերս չի գալի պարտկա թե չէ, ուզում ենք անպայման օգնածել ենք։ Հերթական անգամ դիտահորից դուրս է բերվում խցանումների պատճառ դարձած հագուստը ու բնակչության անփութության հետևանքով կոյուղատարում հայտնված այլ իրեր։ Մինչ կոյուղագործները խցանումն են վերացնում, տեղամասի մյուս աշխատակիցները նույն շենքի հարակից աստիճաններն են մաքրում, որոնք պատված են մացառներով ու աղբով։ Տեղամասի հավաքարարը դժգոհում է բնակչության վերաբերմունքից, ասում է աշխատանքը, որ իրենք են կատարում, շատ հաճախ չի գնահատվում բնակչության կողմից։ Բայց վիճակը, որ իմ գլխին թափել են, պատկերացու, ավդել ստեղը։ Հավաքարարն ինչ անի, կամ բանվորն ինչ անի, շպրտում են։ Հավաքարարն ինչ անի բա։
Հենց զաղթել է, որ ես երկու անգամ մաքրել եմ։ Համար 1 բնակչահագործման տեղամասը միայն 1 հավաքարար ունի, այլ հաստիկներ ավելացնել չեն կարող, քանի որ տեղամասը ինքնաֆինանսավորվող հիմնարկ է, իսկ բնակչության մեծ մասը վարձավճարներ չի վճարում։ Այդ պատճառով աշխատանքը կազմակերպվում է եղած ուժերով։ Կոնկրետ այս շենքի բնակիչների պարտքը բնակչահագործման տեղամասին կազմում է 1.300.000 դրամ։ Գրաֆիկ ունենք մենք, որ մի օր գալիս է Սայատնովա թաղամաս, մի օր Էվոյան թաղամաս, Խուդյակով թաղամաս, հերթով իսկ եթե տենում ենք, որտեղ ավելի շատ է ամառա, բնակչությունը դրսում նստում է, արևածաղիկ է լցնում հայաթը, պաղպաղակի թղթերը բոլորը, մի գիշերվա մեջ կարա այդ մաքրած շենքը նորից կեղտոտվի, որտեղ տեսնում ենք, որ աղբը ավելի շատ է, մի պահ կարան գրաֆիկից շեղվենք, գնանք այդ մի կողմը, բայց խնդրում են բնակչությանը, եթե դուրս է գալի մաքուր օդի էլ, այդ ինչ-որ ուտումա, խնդրում եմ այդ սիգարետների բանը, ինչ-որ կոլայի շշերը, ադնարազվի այդ շշերը, խմում են ու թափում են, խնդրում են գոյնա մեր երեխեքի խաթեր աղբարկղերը լսեն, ամեն տեղ աղբի արկղերը կա, օգտվեն դրանից։ Մերի Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ Ակներում խոթնձի եռուն շրջան է, գյուղացիները պատրաստում են ձմռան, ասում են այս տարի անասնակերի խնդիր չի լինի, առատ խոտ կա։ Անձրև տարին նպաստավոր է եղել հատկապես խոտի համար։ Ակներցիները գրեթե ավարտել են խոթունձը, ասում են այս տարի անասնակերի խնդիր չեն ունենա։ Մինաս Սադինյանն իր խոթարքներից վերջինն է հնձել ու խոտի տեղափոխման աշխատանքներով է զբաղված։ 1 հեկտարից մինչև 4 տոննա խոտ է հնձել, դժգոհելու առիթ չունի։ Իր ունեցած անասուններին խոտը կբավարարի։ Չորային տարին, որ անձրև շիլում, խոտը քիչ ալում։ Բայց տարի գոհ ենք, ժողովուրդը գոհ է։ Դաժե նայ դեռ հանդելու ֆող կա։ Անասնագլխաքանակն ավելացնելու մասին չեն մտածում, քանի որ գյուղի նախկին վարելահողերը, որ այժմ խոթարքների են վերածվել, չեն բավարարում։ Քիչ-քիչ անում մենք քիչ ենք պահում։ Անասունը թեթևացնում ենք, որ շատ պահենք ու խոտը առնենք կողքից, դա դժվար կլինի։ Ժողովրդի հույսը այս դաշտն է։ Սարում խոթարք ունենք, բայց ճանապարհ չունենք, մեր խոթարքը լրիվ ծմակադառ է։ Մենակ գյուղինն է, էդ ասում են վարեցեք, վարիլ տվեք, ցորեն ցանեցեք։ Դաշտում ոչ ջուր ունենք, ոռոգման, ոչ եսիմ, ինչ ասեմ։ Խոթունձի շրջանում ակներսիները նեղվում են հատկապես գյուղտեխնիկայի պակասից։ Գյուղտեխնիկայի մի մասը այլ համայնքներից են բերում։ Ես ժողովուրդ շատ բան դուս եկած Ռուսաստան։ Անդիան թե օգնում են, մենք էլ տրանսպորտը բերում ենք։ Չէ, կողքից են գալի, մեր գեղեցունի։ Կողքից են գալի։ Իսկ թանկ չի նստում տենց։ Դե 130, այս տարի երկու դուք կապող եկե, մեկը 130-ով կապը, մեկը 120-ով։ Խոթունձի շրջանում օգտագործած տեխնիկայի համար շատերը վճարում են միայն ձմռանը, ասում են ապառիկի տարբերակն այստեղ էլ է գործում։ Արդեն 10 տարուց ավելի ակներցիները ոռոգման ջրի եւ գյուղտեխնիկայի պակասության պատճառով վարելահողերը չեն մշակում։ Բացի այդ, ասում են անասնապահությամբ զբաղվելն ավելի եկամտաբեր է, քան հողի մշակությունը։ Մերի Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ Վեոլիա ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր մինչև ժամը 21-ը Լոռի Բերդ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Թումանյան, Ալավերդի, Աղթալա, Այրում քաղաքների և Ծաթեր, Արևածագ, Հավգվի, Աքորի, Շնող, Հաղթանակ, Զորական, Քարկոբ գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը։ Եվ եղանակի մասին, հուլիսի 20-ից 24-ը հանրապետությունում սպասվում է առանց ստեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։ Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-ից 7 աստիճանով։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-ից 15 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։